Եկեք միասին վերջապես սիրելի ժողովուրդ հասկանանք, թե ինչ է նշանակում եկեղեցին անջատեպետությունից։ Վերանանք Նիկոլ Փաշինյանի անձից, կաթողիկոսի անձից եւ պարզենք, թե արդյոք խնդիրն ունի օբյեկտիվ պատճառներ, թե ուղղակի անձնավորված է։ Վաղը նոյեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը գնալու է կարգալույց եղած քահանայի հետ պատահականելու ըստ էության փորձելով անջատվել եւ տարանջատվել առաքելական օֆիցիալ պաշտոնական եկեղեցուց եւ ստեղծել սեփական կրոնական մի շարժում, որը նա ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես եկեղեցու հետ կապված, բայց իրականում դա քաղաքական է եւ դա քաղաքական գործընթաց է։ Բայց եկեք միասին իսկապես մի կողմ թողնենք այդ ատելության քարոզը, այդ ֆիկտիվ գնահատականները եւ երևույթի էությունը հասկանանք, ունի օբյեկտիվ պատճառներ այսօր հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության պետական ինստիտուտների միջև բախումը։ Ինչու դա չկար տասնամյակներ առաջ եւ ինչու առաջացավ հիմա։ Մենք դրա աշխարհակաղակական կողմը նայել ենք, որ Ադրբեջանը, Թուրքիան ունեն հստակ պահանջ հայ առաքելական եկեղեցու դերը նվազեցնելու, որովհետեւ դրանով լուծվում է թշնամության իրենց պատկերացման խնդիրը, որովհետեւ եթե իշխող է լինում հայ առաքելական եկեղեցու դերը մեր ազգ եւ պետության համար, ուրեմն ցեղասպանության խնդիրը հնարավոր չէ ուրանալ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ մոռանալ, եւ ընդհանրապես եկեղեցիներ կան այսօր աշխարհի տարբեր անկյուններում եւ հայ առաքելական եկեղեցին իրենից ներկայացնում է հայության մոբիլիզացիոն մի ինստիտուտ, դա համաշխարհային ցանց է։ Եվ եթե անկեղծ լինենք, Ադրբեջանը ամենաշատ եւ Թուրքիան վախեցել են եւ վախենում են համաշխարհային հայությունից, քան Հայաստանի Հանրապետությունից։ Ցեղասպանության դատապարտման ուրվականը նրանց միշտ հետապնդում է եւ նրանք գիտեն, որ եթե նույնիսկ ոչնչացնեն Հայաստանի Հանրապետությունը, նրանք հայերից չեն ազատվելու եւ հայերը նրանց հետապնդելու են ամբողջ աշխարհում։ Եվ Հայաստանի Հանրապետությանը որպես պատանդ օգտագործելով ցանկանում են սանձել հայ առաքելական եկեղեցու դերը, թուլացնել նրա կշիռը, որովհետեւ հետագայում եթե խնդիր լինի 300,000 ադրբեջանցի տեղավորելու, եթե խնդիր լինի նորացնել տալու Արցախյան խնդիրը եւ ինտեգրվելու թուրքական այս աշխարհին տարածաշրջանին, հայ առաքելական եկեղեցին թե կրոնի թե քաղաքական իմաստով կարող է խնդիրներ ստեղծել։ Եվ այս առումով Նիկոլ Փաշինյանի շահերը ճակերտավոր համընկել են Ալիևի շահերի հետ, ինչու, որովհետև հայ առաքելական եկեղեցին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հեռացումը, բայց պետք է հասկանալ, որ սա արդյոք միջամտություն էր քաղաքականության, արդյոք եկեղեցին հատեց այն գիծը, որ չպետք է միջամտի պետության եւ քաղաքականության հարցերին, պետությունից անջատ լինելու։ Գիտեք, եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ Արցախի խնդիրը չլիներ, որտեղ Նիկոլ Փաշինյանը գրեթե միանձնյա որոշումներ է կայացրել, օրինակ խորհրդակցել է Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հետ Գանձասարը, Ղազանչեցոցը, Դադիվանքը եւ մյուս սրբավայրերը Ամարասը հանձնելու վերաբերյալ։ Արդյոք նա խորհրդակցել է, արդյոք նա պահանջել է, որպեսզի հայ առաքելական եկեղեցու ընդհանրապես քրիստոնյաների իրավունքները պաշտպանվեն իրենց պատմական հայրենիքում, ոչ։ Լիովին անտեսել եւ հանձնել է Ադրբեջանին, ճիշտ է, նա ներկայանում է որպես քրիստոնյա իսկական, ասում է, որ Քրիստոսն իր հարազատն է, Քրիստոսն իր էությունն է, բայց չգիտես ինչու անտարբեր է քրիստոնյաների ճակատագրի հանդեպ Արցախում, նորմալ է համարում, որ նրանք այնտեղից գաղթեցին եւ նույնիսկ վերադարձն է անիրատեսական համարում, եւ քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության հարցը նույնիսկ չի բարձրացնում, հետեւաբար այստեղ առնվազն տարակուսելի է նա իսկապես քրիստոնյա, որ ներկայանում է այդպես, անկեղծ է թե ոչ։ Հետևաբար եկեղեցին հայտնվել է մի վիճակում, որտեղ նրա շահերը եւ նրա արժեքները եւ քրիստոնեության ժառանգությունը փաստորեն պահպանելու խնդիրը անտեսվել արհամարվել է։ Արդյոք եկեղեցին իրավունք ուներ բողոք արտահայտելու։ Ուներ։ Բայց խնդիրը ո՞րն է, երբ որ ասում են պետությունը եւ եկեղեցին տարանջատ են։ Դա իշխանության խնդիրն է։ Այսինքն եկեղեցին երբ ասում ենք պետությունից անջատ է, դա նշանակում է, որ օրինակ իրավունք չունի միջամտել դատական գործերին։ Իրավունք չունի պաշտոնյաներ նշանակել, օրինակ հրահանգներ տալ ոստիկաններին, որոշել թե ինչ օրենքներ պետք է ընդունվեն։ Եկեղեցին այդ իրավունքները չունի։ Դրա համար նա անջատ է պետությունից։ Եվ նմանապես պետությունը իրավունք չունի որոշի եկեղեցական կարգեր, իրավունք չունի որոշի թե կուսակրոնությունը դա ճիշտ է թե սխալ եւ ով խախտել է ինքը պետք է պատժի, դա գիտեք ինչի է նման։ Բերեմ պարզ կենցաղային օրինակ, որպեսզի ընկալի լինի։ Ելնելով իհարկե այս կանոնից, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, պետական իշխանությունը առաջնորդվում է բացառապես օրենքներով,
եւ սահմանադրությամբ։ Նա բարոյական նորմերով իրավունք չունի միջամտել թե մարդկանց, թե եկեղեցու կյանքին։ Օրինակ, ընտանիքում։ Ենթադրենք, ընտանիքում ես իմ վրա վերցնեմ, ոչ մեկի վրա չվերցնեմ։ Ենթադրենք, սովորություն է մոտս առաջացել, բարբերաբար ալկոհոլ օգտագործել եւ իմ ընտանիքի անդամների, օրինակ, տեսականորեն ուխտ եմ կնքում, որ այլևս ընդհանրապես մի գրամ չեմ խմելու։ Եվ մի օր խախտում եմ այդ ուխտը ու պետությունը գա ասի, գիտես ինչ, դու խախտել ես այդ ուխտը, ես քեզ պետք է տուգանեմ։ Պետությունը կարող է ինձ տուգանել, երբ որ ես խախտեմ այն օրենքը, որը պետությունը իրավունք ունի ընդունել, օրինակ մեքենա վարելու ժամանակ ալկոհոլ չօգտագործելը։ Բայց նա արդյոք իրավունք ունի մտնի իմ տունից տուգանի իմ տանը ալկոհոլ օգտագործելու համար։ Իհարկե ոչ։ Դա նույնն է, ոնց որ հիմա պետությունը միջամտում է եկեղեցական օրենքներին ու կարգերին եւ այնտեղ կնքված ուխտերին։ Հոգեվորականները ուխտ չեն կնքել Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ էլ պետության հետ։ Կուսակրոնություն կլինի, ինչ կլինի։ Դա նրանց օրենքն է։ Պետությունը, ինչպես կաթողիկոս եւ հոգեվորականները չեն որոշում Հայաստանի Հանրապետության օրենքները, սահմանադրական փոփոխություններ չեն նախաձեռնում։ Օրինակ, կուսակցություններ չեն ստեղծում եւ մասնակցում ընտրություններին։ Նրանք անջատ են։ Նույն ձև պետությունը եւ հատկապես կառավարությունը վարչապետը իրավունք չունի որոշի ով է կուսակրոնով ոչ, խախտել է թե ոչ, եւ եթե նույնիսկ խախտել է, ինքը չպետք է որոշի, որևէ մեկը շարունակի պաշտոնավարել թե ոչ, ինչպես կաթողիկոս իրավունք ունի ուղղակի որոշել, թե ով պետք է լինի նախարար, ով պետք է լինի վարչապետ։ Նա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունի իրավունքներ, եւ որպես եկեղեցի ունի իրավունքներ։ Օրինակ, պահանջելու ինչ-որ մեկի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը ունի իրավունք ասելու, գիտեք, ինձ սիրելի բարեկամներ, իմ կարծիքով կաթողիկոսը ուխտ է խախտել, եւ նա արժանի չէ որպեսզի լինի կաթողիկոս, բայց նա իրավունք չունի շարժում առաջնորդել, քաղաքական ճնշումներ բանացնել, ոստիկանությանը հրաման տալ գնալ եկեղեցի, պաշարել այնտեղ ինչ-որ քահանայի պաշտպանել, դա արդեն ուղիղ միջամտություն է եկեղեցու տարածք եկեղեցու իրավազորություն։ Կաթողիկոս իրավունք ունի պահանջելու Նիկոլ Փաշինյանի հեռանալը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ նույնիսկ որպես կաթողիկոս։ Նա օթից չի վերցրել եւ դժգոհում, նա հիմքեր ունի պահանջելու հրաժարական։ Նիկոլ Փաշինյանը որպես քրիստոնյա հավատավոր եկեղեցու իրավունք ունի ասելու, գիտեք, ես կարծում եմ տեղեկություններ կան, որ կաթողիկոս ուխտ է խախտել, ես կարծում եմ նա չպետք է լինի կաթողիկոս, կարող է։ Բայց նա իրավունք չունի քաղաքական արշավ սկսելու նրան հեռացնելու համար։ Այդ որոշումը պետք է կայացնեն միայն եկեղեցու ներսում, եկեղեցին եթե հոգևորականությունն ինքը իր մեջ այդ խնդիրը չի տեսնում, ուրեմն Նիկոլ Փաշինյանն այնտեղ անելիք չունի։ Եկեղեցու պետության տարանջատումը շատ հստակ է։ Դա վերաբերում է իրենց լիազորություններին, իրենց իշխանության տարածմանը։ Պետությունը չի սահմանել օրենք, որ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն եւ եթե խախտեց, ուրեմն պետք է հեռանա։ Դա եկեղեցու ներքին կարգավորումներն են։ Ինչպես ընտանիքում կարող է ընտանիքի անդամը ինչ-որ ուխտ կնքել իր հարազատների հետ եւ եթե խախտեց, դա չի նշանակում, որ նա պետք է պետությանը տուգանքներ մուծի, հեռացվի աշխատանքից կամ առավել եւս ազատազրկվի։ Դա ծիծաղելի է, չէ՞։ Այստեղ է, որ մեր ժողովրդին մոլորեցնում են։ Բարոյական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարող է պահանջել կաթողիկոսի հեռանալ, բայց իրավունք չունի պետական լծակները օգտագործել դրա համար։ Ոստիկանություն, քարոզչություն, իր լիազորությունները, հովանավորել կարգալույց հոգևորականին։ Դա արդեն նշանակում է վարչապետի պետության լիազորությունները զանց առնել, օրենք խախտել, սահմանադրական կարգ խախտել եւ պետական մեքենան օգտագործել պետությունից անջատ ինստիտուտի դեմ ճնշումներ բանաստելու համար։ Սա է նշանակում։ Իսկ եկեղեցին արդյոք նմանատիպ գործողությունների դիմել է։ Ոչ։ Նա ընդհանրապես հանդես է եկել որպես իր դիրքից եւ լիազորության շրջանակից որպես մտահոգ կողմ եւ արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը Հայաստանում ծավալված ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ Ես նույնիսկ տարօրինակ կհամարեի, եթե կաթողիկոսը կամ հոգևորականությունը չպահանջեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ես դա տարօրինակ կհամարեի։ Այսինքն ինչքան անինքնասեր եւ պետք է լինել, որպեսզի հանդուրժել այնպիսի իշխանություն, որը լիովին անտեսել է ոչ միայն հայ ժողովրդի եւ Հայաստան պետության, այլև ուղղակի քրիստոնյաների իրավունքները, նրանց արժանապատվությունը, որովհետև շատ դեպքերում հայերին սպանել են Արցախում եւ հայերը հետապնդվում են։ Հայերի նկատմամբ, Հայաստան պետության նկատմամբ ատելությունը նաեւ կրոնական երանգ է ստանում, ինչը տեսնում ենք Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Փաշազադեի ելույթներից, եւ Հայաստանը հայ ժողովրդին չպաշտպանել այդ կրոնական ատելությունից, այդ հարձակումներից եւ եկեղեցին ուղղակի լուր հետևեր այդ ամենին, ես կհամարեի դա տարօրինակ եւ շատ տարօրինակ։ Ես այդ դեպքում կասեի, որ կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանի ենթական է, որ վախենում է խոսել
Հայաստանի եւ քրիստոնեական արժեքների եւ հայ ժողովրդի իրավունքների, ինչպես քաղաքական, քաղաքացիական, այնպես էլ կրոնական իրավունքների մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանը փաստացի, օգտվելով իր պաշտոնական դիրքից եւ չարաշահելով լիազորությունները, անցել այն սահմանագիծը, որտեղ պետություն եւ եկեղեցին անջատ են։ Եվ այս կոնֆլիկտը երբեք չէր առաջանա, եթե Նիկոլ Փաշինյանը չտեսներ, որ եկեղեցին ավելի մեծ հեղինակություն ունի, քան ինքը։ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի համար իշխանության սպառնալիք է, ոչ թե որովհետև կաթողիկոսը պահանջել է հրաժարական, այլ որովհետև եկեղեցին ավելի մեծ հեղինակություն ունի, եւ եկեղեցին ավելի մեծ ազդեցություն ունի ամբողջ աշխարհում, քան Նիկոլ Փաշինյանը։ Եվ Նիկոլ Փաշինյանի համար պետք է բոլորը վարկաբեկված լինեն, որպեսզի իր խայտարակությունը այդպես ծածկվի, հա։ Չի կարող Հայաստանում Նիկոլ Փաշինյանի համար անտանելի են հեղինակավոր ինստիտուտները, որովհետև նա ինքը ամբողջությամբ վարկաբեկված է, թե որպես երկրի առաջնորդ, թե որպես հեղափոխության առաջնորդ, թե ամեն տեսանկյունից, հա, նա ձախողել է իր բոլոր խոստումները, այն ուխտը, որ կնքել է հայ ժողովրդի հետ, այն ուխտը, որ կնքել էր որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այն ուխտը, որ ինքը կնքեց նույնիսկ Ստեփանակերտում, ասելով, որ Արցախը Հայաստանի է վերջ, այն ուխտը, որ կնքել էր ընտրողների հետ, որ պետք է Հայաստանում հաստատվի լիարժեք ժողովրդավարություն, օրենքի իշխանություն, պետք է թալանչիները պատժվեն եւ այլն։ Նա խախտել է բազմաթիվ ուխտեր եւ նրա համար հետեւաբար անընդունելի է, որ Հայաստանում կլինեն ինչ-որ ինստիտուտներ, որոնք մաքուր են, որոնք իրենից ունեն ավելի մեծ հեղինակություն։ Այսինքն մենք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը լուծում է երկու խնդիր՝ արտաքին եւ ներքին։ Արտաքինը դա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եկած համաձայնությունն է, որ պետք է հաստատվի խաղաղություն թուրքական օրակարգով եւ դրան հայ առաքելական եկեղեցին խանգարում է։ Այդ առումով հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա լրացուցիչ բոնուս է Նիկոլ Փաշինյանի ձեռքին Ալիևի եւ Էրդողանի հետ բանակցություններում իր անձնական գիծը տանելու համար։ Ներքին առումով հայ առաքելական եկեղեցուն հեղինակը զրկելով եւ չզոքացնելով Նիկոլ Փաշինյանը լուծում է ընդամենը մեկ խնդիր՝ սեփական իշխանության պահպանման եւ այն խնդիրը եւ սեփական դեռևս քիչ մնացած էլեկտորատի մոբիլիզացիայի առումով, որ պետք է նոր մի ինչ-որ դրայվ, հա, պետք է իսկ դա կրոնական երանգը միշտ այդպես դեր է խաղացել, էլի կրոնական բովանդակությունը միշտ մարդկանց մոբիլիզացնելու առումով հետաքրքիր շահագործման առարկա կարող է լինել եւ Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ այլևս նախկիններին, թալանչիների դեմ ինչ որ իրենց էլեկտորատը, իրենց զոմբիներին մոբիլիզացնել այլևս չի աշխատում, հնացել է շատ եւ հիմա շատ ավելի մոբիլիզացիոն իմաստով կրոնական երանգ հաղորդել է իր քաղաքականությանը իրեն ավելի հեշտ կստացվի իր քիչ մնացած այդ էլեկտորատին մոբիլիզացնել ընտրություններից առաջ։ Սա է